Մեր նախագծային աշխատանքը իրականացրել ենք կենսաբանություն, քիմիա և ԹԿՀԿ առարկաներից, որը վերաբերում է պարաֆինների կիրառությունը կենսաբանության մեջ։ Մեր կենսաբանության քիմիայի և ԹԿՀԿ-ի նախագծային է կիրառել ենք պարաֆինների հալեցում կենսաբանության մեջ։ Պարաֆինները հիմնական կայուն միացությունների և չեն ենթարկում հեշտ օքսիդացման կամ այլ ռեակցիաների։ Պարաֆինները անլուծելի են ջրում, սակայն լավ լուծում են օրգանական լուծիչներում, օրինակ բենզինը։ Պարաֆինները հայտնի են նաև որպես ալկաներ, տարբեր ածխաջրածինների խառնուրդներ են։ Պարաֆինները կայուն են քիմիական փոփոխությունների նկատմամբ, քանի որ չունեն առկա երկակի կապեր։ Պարաֆինի հալեցման մեթոդները Պարաֆինի հալեցման մեթոդները կախված են նրա օգտագործված նպատակից։ Ահա հիմնական մեթոդները՝ ջերմական հալեցում։ Պարաֆինը տեղադրվում է ջերմական անոթի մեջ, բայց պետք է խուսափենք բացարձակ ավելի մեծ ջերմաստիճանից՝ 60-70 աստիճանից, որովհետև այն կարող է փոխել պարաֆինի կառուցվածքը և ձևը։ Միկրոալեքային վառարան Պարաֆինը տեղադրվում է միկրոալեքային վառարանի մեջ։ Պարաֆինը հատկապես պետք է ցածր կամ միջին հզորության ժամանակ պետք է խուսափենք գետաքանցմամբ։